Բարև ձեզ հարգելի կոլեգաներ, բարև ձեզ հարգելի պացիենտներ և պացիենտների հարազատներ։ Երեկ ես ձեզ ներկայացրեցի նեյրոգաստրոենտերոլոգիայի մասին, որպես գաստրոենտերոլոգիայի նոր ճյուղ, ըստ էության ինովացիոն տենդենս կամ ինովացիոն գործընթաց բժշկության մեջ, որպես նորարարություն 18 թվականից արդեն հաստատված բուժական գայդլայններով, ուղեցույցներով, այսօր ուզում եմ մի հատ ուրիշ հետաքրքիր ինովացիայի մասին խոսեմ և այս հարցը հատկապես Հայաստանի համար շատ կարևոր է, որովհետև սոնոգրաֆիայի մասին է խոսքը լինելու, մոտեցման մասին, սոնոգրաֆիայի կիրառման մասին կամ ուլտրաձայնային հետազոտության կիրառման մասին, սա Հայաստանում հատկապես ակտուալ է այն տեսանկյունից, որ մեզ մոտ հաճախ կլսեք նորարարական այս ինչ բանը, նորարարական այն ինչ բանը, չգիտեմ, առաջին անգամ Հայաստանում եւ այլն, բայց իրականում մեզ մոտ ինովացիան ավելի շուտ որպես մարքեթինգ է օգտագործվում, այդ բառը, հա, ավելի շուտ բժշկական կենտրոնները կամ, չգիտեմ, առանձին բժշկական անձնակազմեր, դա կարող են ավելի շատ որպես մարքեթինգ ներկայացնել, քան դա իրական ինովացիա եւ այս օրինակի վրա դա կարանք շատ լավ տեսնենք։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը անգլալեզու ուրեմն ձևակերպմամբ կոչվում է POCUS կամ Point of Care Ultrasound։ Point of Care, այսինքն այնտեղ, որտեղ խնամքն է, հենց հիվանդի հետ անմիջապես աշխատանքն է կամ հիվանդի մահճակալին մոտիկ։ Դա նրա մասին է, որ դուք բժիշկների մոտ տեսել եք, չէ՞, այսպես ֆանենդասկոպերը, վզներին գցած հատկապես սրտաբանները, թոքաբանները, ովքեր ֆանենդասկոպով հաճախ են լսում թոքերը, սիրտը, կարելի է, եթե ձեռքի տակ այլ միջոցներ չկան, աղիների պերիստալտիկան լսել, կամ այդ պերիստալտիկայի բացակայությունը չլսել ֆանենդասկոպիկ հետազոտությամբ։ Այ ֆանենդասկոպն ինչպես է, ամենուր բժիշկների մեջ տարածված է, չէ՞, դա արդեն տասնամյակներ, նույնիսկ երևի 100-ամյակից ավել, 100-ամյակներ։ Այդ ֆանենդասկոպիա բժշկության մեջ շատ տարածված է, դա սովորական բան է։ Ժամանակակից բժշկության մեջ այդպիսի կիրառություն ունի սոնոգրաֆիայի ապարատը, հարգելիներս։ Իհարկե սա վզից կախտալով մանտալ չի լինի, բայց հեսա կասենք ոնց եք օգտագործում։ Թեև կան հատուկ դատչիկներ սոնոգրաֆիկ, որոնք միանում են սմարթֆոնին, այսինքն հեռախոսին, եւ դրանով կարող է սոնոգրաֆիա անել, իհարկե ոչ այն բարձր որակի, բայց փոփոխություններ կան, որոնք հանգիստ կարող ես տեսնել։ Խոսքս նրա մասին է, որ ամեն բաժանմունքում, հատկապես սկսած անհետաձգելի բուժօգնության բաժանմունքից, այսինքն ընդունարանից այսպես կոչված հիվանդանոցի, սկսած անհետաձգելի բուժօգնության բաժանմունքից, ամեն բաժանմունքում դրված է լինում մի հատ սոնոգրաֆիայի ապարատ, պարտատիվ ապարատ կամ այսպես ստացիոնար, այն ինչ ես հիմա ձեզ ցույց տվեցի, սա ստացիոնար ապարատ է, որպեսզի պատկերացնեք սրա գաբարիտները, այս երբքան էլ ես կոմենկոմ քաշ տալու համար չի, սրա թեթև ավելի տարբերակը կա, ավելի հեշտ տեղափոխվող պարտատիվ ապարատներ ենք ասում, նույնիսկ կա այսպես ճամպրուկի նման, բայց դրանց վիզուալիզացիան այդքան էլ լավը չի, բայց կա ճամպրուկի նման ապարատներ, որոնք կարելի է հանգիստ բժիշկը իր հետ տեղափոխի։ Ինչի մասին է խոսքը։ Եկավ ընդունարան պացիենտը, ինչ որ ցավեր է նշում կամ ինչ որ սիմպտոմներ է նշում։ Ոչ թե այդ մարդուն ուղարկում են, ասենք, սոնոգրաֆիայի բաժանմունք սոնոգրաֆիկ հետազոտության, այլ տեղում, հենց մահճակալի վրա։ Միացնում են, դատչիկը վերցնում են, դնում են այդ մարդու փորին, կամ չգիտեմ, թոքերի փեշերն են նայում, այսպես ասած, կամ որտեղ որ պետք է, ինչ ասեմ, փոշտն են նայում, վահանագեղձ պարանոց են նայում, անոթներն են նայում, մի խոսքով, ինչ հնարավոր է նայել, նայում են։ Եվ դա նայում են ոչ թե հատուկ ռադիոլոգները, այսինքն սոնոգրաֆիստները, այլ նայում են ընդունարանի անհետաձգելի բուժօգնություն իրականացնող բժիշկները։ Դա նայում են վիրաբույժները։ Բաժանմունքներում նույնպես, օրինակ ռեանիմացիայի բաժանմունքում լինում է պարտատիվ մի ապարատ, բայց ռեանիմացիոն պացիենտներին, ովքեր հիմնականում այտուցված են եւ այլն բազմաթիվ խնդիրներ կա վիզուալիզացիայի հետ կապված, դժվար թե ռեանիմատոլոգը այդքան հմտություն կուտակի, գոնե համատարած դժվար թե այդպիսի պրակտիկա անել, որ կարողանա սոնոգրաֆիա անել։
Պոկուսը հենց այդ ծրագիրն է, որը նոր չի, արդեն տասնամյակներ աշխարհում էսի ներդրվում ու տարածվում է, դեռ այնպես չի, որ համատարած կա, բայց աշխարհում ներդրվում ու տարածվում է, բայց Հայաստանում որպես այդպեսին, սա ծրագիր չի դառնում, ավելին, Հայաստանում ռադիոլոգների կողմից պայքար է գնում, գոնե ականնառու որոշ ռադիոլոգներ պայքարում են, որ ռադիոլոգիան մնա, սոնոգրաֆիան մնա ռադիոլոգների մենաշնորհը։ Իրականում պետք է ցանկացած բժիշկով պացիենտի հետ աշխատում, ինչպես ֆանենդասկոպն է, հետը ման տալի, այնպես էլ սոնոգրաֆիայի ապարատից օգտվել իմանա եւ մտա բաժանմունք օրինակ կոնսուլտացիայի, ասում է բերեք ձեր պարտատիվնի ապարատը։ Բերեք ձեր ապարատը, մահճակալի մոտ հենց նայում է պացիենտին, գնահատականատալի վիճակին, իր կոնսուլտացիան կամ բուժումը գնում է, կամ ցուցումները տալիս, գնում է իր գործին։ Ու այս պրակտիկան, օրինակ, շատ լավ ներդրված է, հիմա հերթով կասեմ։ Օրինակ կարդիոլոգների մոտ սրտաբանները, շատ սրտաբաններ, էլ հատուկ սրտաբանական սոնոգրաֆիայի պացիենտին չեն ուղարկում։ Իրանք վերցնում են, իրանք սիրտը նայում են, գնահատում են, անբավարարություն կա, չկա, փականները աշխատում են, թե չեն աշխատում, մկանը կծկվում է, թե չկծկվող զոնա կա, նեղացում, լայնացում եւ այլն։ Կարդիոլոգը եւ լավ պատրաստված կարդիոլոգները այսօր Հայաստանի Հանրապետությունում դա անում են։ Ընդհանրապես կարդիոլոգիան մեր ամենազարգացած ճյուղերից մեկն է։ Ահա այս ինովացիան աշխարհում կարդիոլոգների համար դարել է սրտաբանների համար։ Դարել է սովորական բան, շատ սովորական բան։ Գինեկոլոգներ, շատ գինեկոլոգներ իրենք են իրենց կարողություններով, այսինքն նրանք հատուկ սոնոգրաֆիստ չեն, ռադիոլոգ չեն, գինեկոլոգ են, բայց նայում են գինեկոլոգիական հատկապես այս դատչիկով, այս կոչվում է, տրանսվագինալ դատչիկ, չգիտեմ, որքանով է, այս դատչիկով, այսինքն ներքին ստուգում են, հեշտոցային սոնոգրաֆիա են իրականացնում եւ հերթը չի հասնում ռադիոլոգին։ Եվ շատ ռադիոլոգներ կարան այդքան լավ չնայեն, ոնց որ գինեկոլոգներն են նայում իրենք իրենց հիվանդներին։ Ավելին, հանրապետությունում հայտնի շատ ուժեղ գինեկոլոգիական սոնոգրաֆիա անող բժիշկները, դրանք ոչ թե ռադիոլոգներ են, ի սկզբանե կրթությամբ, այլ ի սկզբանե գինեկոլոգներ են իրենց կրթությամբ։ Սա ինչով է լավ, գինեկոլոգների վրա օրինակը բերեմ։ Ցանկացած, լավ, դա մի օր առանձին կամ ընթացքում առանձին կասեմ։ Ուրոլոգները միզաքարային հիվանդության դեպքում երիկամի արտահոսքի խանգարում կա մեզի, թե չէ, միզածորանը խցանված չի, քարը որտեղ է տեղակայված, նու մի քիչ սա դժվար է, շատ դժվար է, ոչ թե մի քիչ դժվար է, համատարած այս գործը անելը, բայց ուրոլոգները մի քիչ կամ որոշակի ծավալով, օրինակ երիկամում մեզի արտահոսքի խանգարում կա, թե չկա, քարը գցում, թե չէ, այսպես ասած, պետք է կարա հանգիստ տեսնի, հանգիստ։ Էլ որ մասնակիցներն ասեն, ասած մանր ուզում եմ գամ խիրուրգներին ու գաստրոենտերոլոգներին, բայց դա տխուր վիճակ է, շատ տխուր վիճակ է։ Գաստրոենտերոլոգները եւ վիրաբույժները շատ հազվադեպ են օգտագործում, իհարկե որովայն նայելը դա մի քիչ ավելի հնուց գալիս է, ասում է որովայն ամենակավառնի ռուսական գրականությամբ ամենակավառնի զոնան է, որովհետեւ այստեղ ինչ ասես կարա լինի, թեև սոնոգրաֆիկ վիզուալիզացիան այդ վտանգավորությունը ահագին նվազեցնում է, ահագին իջեցնում է։ Հա, ելում ասեմ, արտասահմանում օրինակ ինչ են անում։ Օրինակ հասարակ երակային կաթետր կամ դնելու համար, կենտրոնական երակային կաթետր դնելու համար կանա սոնոգրաֆիկ ստուգեն, ուղղորդեն, սոնոգրաֆիկ նայեն, երակը գտնեն եւ հենց թիրախային մտնեն երակ։ Նյարդային անեստեզիոլոգները նյարդային ցողունների շուրջ ինֆիլտրացիա անելու, ասենք, չգիտեմ, ենթադրենք ստեղ, կամ վերևներն նյարդային բլոկադաներ անելու համար սոնոգրաֆիայով կարան գտնեն, ես չեմ կարող գտնեմ նյարդը, չեմ կարող դիֆերենցիալ նյարդը։ Հա փորձել եմ, հաուսել եմ, չի ստացվում։ Այդ էլ այս դատչիկով, ոնցան։ Այս դատչիկով դնում են եւ նյարդի շուրջ գտնում են նյարդի շուրջ ասեղով ներարկում են անեստետիկ դեղը եւ բլոկադա են անում։ Այսինքն սոնոգրաֆիան որպես գործիք վաղուց, շատ վաղուց դուրս է եկել
զուտ ռադիոլոգների, իսկ ովքեր են ռադիոլոգները, ռենտգեն, կոմպյուտերնի տոմոգրաֆիա, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, սոնոգրաֆիկ հետազոտություն անող բժիշկները։ Ահա ռադիոլոգները դրանք են մասնագետներն են, ովքեր միաժամանակ սովորում են այս բոլոր մեթոդները։ Սովորաբար այս բոլոր մեթոդներին էլ չեն տիրապետում, երբեմն 1-2 մեթոդի են տիրապետում, երբեմն 1-2 մեթոդի շատ լավ են տիրապետում, այլ մնացած մեթոդներին նրանց ոչինչ են տիրապետում։ Բայց համենայնիվ ռադիոլոգները շատ ավելի լուրջ մասնագետներ են, որոնք տիրապետում են այս նկարահանման, եթե կարելի է այսպես ասել, ճառագայթային կամ ձայնային ալիքներով նկարահանման շատ ավելի լայն սպեկտր գործիքակազմի։ Իրանք ռադիոլոգներն են։ Հա, ես էլ ռադիոլոգ չեմ։ Ու առաջի սոնոգրաֆիստները հիմնականում ռադիոլոգ չեն եղել։ Եվ քաղաքում շատ անուն հանած, շատ մասնագետներ ի սկզբանե ռադիոլոգ չեն եղել, թեև եղել են եւ ռադիոլոգներ։ Գեներալները հիմնականում եղել են ռադիոլոգներ եւ հիմա աշխարհում այս տենդենսը կա, որ բժիշկները սովորեն մահճակալի կողքին առանց պացիենտին ուղարկելու հատուկ ռադիոլոգիական բաժանում սոնոգրաֆիկ հետազոտությամբ իրանց հետաքրքիր կտորը նայեն։ Օրինակ ասեմ, մտավ ընդունարան ենթադրենք, կարա բժիշկը դնի արգանդին փորի կողմից, արգանդում որոշի հղիություն կա թե չկա, կարա, հանգիստ, հեղուկ կա թե չկա, ներքին արյունարություն կա թե չկա, կարա, երիկամում քարքցելու վիճակ կա թե չկա, կարա, հանգիստ, նրանք վիճակներ, որոնք հանգիստ երևում են, վթարից հետո, կամ, չգիտեմ, դանակարությունից հետո, կարա դնի տնա փայծախի կողքը հեղուկ կա թե չկա, հեղուկ, ընդհանրապես տնա հեղուկ կա թե չկա, ճիշտ ասեմ, ճիշտ դժվար է, պատասխանատու է ավելի ճիշտ, բայց հնարավոր է հղի որովայնի դնել եւ տեսնել պտղի սիրտը բաբախում է թե չէ, հնարավոր է, այս էլ ընդունարանում, առանձին բաժանմունքներում ինչքան բան է հնարավոր անել, այ երբ որ սա, մեծամասամբ գոնե, եթե ոչ համատարած, ամբողջ երկրով մեկ, գոնե որոշ խոշոր հիվանդանոցներում, երբ որ սա կլինի սովորական միջոց, իսկ սա դժվար չի, կամ դժվար է, պետք է մի քանի հազար պացիենտ նայած լինի բժիշկը, որպեսզի սենց հմտությունների տիրապետի, պետք է մի քանի հազար պացիենտ նայած լինի, լավ արհեստական բանականությունը շուտով օգնության կգա, այսինքն միգուցե մի քանի 100 պացիենտ նայելուց հետո արդեն արհեստական բանականությունը քեզ օգնի մեկնաբանել վերլուծել պատկերները։ Շուտով դա էլ կլինի։ Հիմա արդեն կա, որ ուղղորդում է թե օրինակ դատչիկը ոնց դնես, ավելի այսպես դնես, թե այնպես դնես, բայց մի օր մի քիչ ավելի վերլուծական։ Մի օրը որն առաջիկա 1-2 տարվա ընթացքում դա էլ կարա հայտնվի։ Ու էլի եկանք բանին, պոկուսին, դրա համար վերնագիրը գրել են ֆոկուս, մոկուս, պոկուս։ Պոկուսին եկան, պոկուսը որն է point of care ultrasound։ Նա ճիշտ ասացի, չէ, երևի ճիշտ ասացի։ Իսկ սոնոգրաֆիա անել հենց այնտեղ, որտեղ հիվանդը գտնվում է, գտնվելու վայրում։ Եվ այս ամեն ինչը այսքան ձեր գլուխը տանելուց հետո խոսենք չի պրծնելու, պետք է վերջում մի հատ լավ բան պարգևատրում լինի, չէ։ Եվ այտենց մի օրինակ եմ բերում, այսօր իմ մասին չեմ խոսա, բայց էլի իմ հիվանդներից ցույց տամ, ուրեմն հետևյալ պատկերը։ Մենք մի քիչ սոնոգրաֆիա նայել սովորել ենք, չէ։ Հիմա նայում ենք, մեզ թվում է կոֆեի բաժակ, ոչինչ չենք հասկանում։ Ուրեմն միանգամից ասեմ, ստեղ երկու նկար է, եթե նկատեցիք, որտեղ մի նկարը արված է, օրինակ դատչիկը դրած էսպես, այդ նույն կետը կողքի նկարում դատչիկը էսպես դրած։ Պատկերացրիք, էսի նկարը էսպես, էս էլ էսպես։ Պացիենտը իդեպ, ինչ ենք տեսնում, այդքան էլ նիհար չի, իսկ ավելի ճիշտ գեր է պացիենտը, իսկ ավելի ճիշտ տվյալ պացիենտը ճարպակալում առաջի աստիճան, այսինքն գիրության փուլը անցել է, ունի ճարպակալում առաջի աստիճան, այստեղ ճարպի շերտն ենք տենում, այս սևը ճարպի շերտն է, տեսանք, ինչը սևը ճարպի շերտն է, ինչը այս մյուս սևն է երկու կողմից սպիտակ գծերով, նայեք, սպիտակից մեջտեղը սև, էդի մկանն է, որովայնը պատի մկանն է, ինչը որ դրանից ներքև է, պատկերացրեք, այս խուճուճ բանա չենք տենում, էսի հլստվերը, էսի եկեք թողենք չվերլուծենք ընդհանրապես, այս միջակայքում պիտի վերլուծենք, ինչ ենք տենում այ մարդ, ասեմ ինչ ենք տենում, այս սև գիծը տենում եք, պացիենտը եկել է որովայնի ցավերով,
Այս սև գիծը տենում ենք, տեսնում ենք, որ այս սև գծի կողքը ոնց անեն։ Այսենց սպիտակ երկու հատ գիծ է գնում։ Սա աղիք է եւ սա էլ աղիքի պատերն է, սա էլ սև լուսանցքն է, որը հեղուկ է պարունակում։ Սևա, որովհետեւ հեղուկ է պարունակում։ Հիմա այս լայնությունը, այի լայնությունը, որ նայում ենք 7 ու 6, իրականում սա պետք է լինի 6 մմ, ոչ ավել, բայց մեր մոտ 7 ու 6 է։ Այս մյուս հատվածում 7 է, 6 մմ-ից ավել չպիտի, તો 6 մմ-ն էլ է երբեմն խնդրահարույց։ Այս նույն օրգանը, երբ որ sense կտրելով ենք նայում, այս կլորն է։ Այս կլորը տեսնում եք։ Այս ամբողջ նկարի մեջ դուք մենակ այս սպիտակ կլորը տեսեք, մեջտեղը սև։ Սա ինչ է։ Սա այս նույն աղիքն է։ Սա կույրաղու որդանման ելունն է։ Այն որ ասում են կույրաղիքը բորբոքվել է, կույրաղիքը հեռացրեցին, իրականում ոչ թե կույրաղիքն են հեռացնում, կույրաղիքը sense կարճ թոթոլ աղիք է, այլ կույրաղիքի որդանման ելունը, որը բառից բուն իմաստով որդի նման, ահա տվյալ դեպքում բորբոքված վիճակում 7-8 մմ լայնության եւ երևի մի 10-12 սանտիմետր կամ մի քիչ ավելի երկար, 10-12 սանտիմետր երկարության աղիք է։ Հիմա ուշադիր, բռնվեք։ Ամբողջ աշխարհում ոսկե ստանդարտը դա կոչվում է gold standard, ինչն է gold standard, ոսկե ստանդարտ։ Տվյալ հիվանդության ախտորոշման լավագույն մեթոդը որն է։ Վիզուալիզացիայի, այսինքն պատկերի ստացման լավագույն մեթոդը աշխարհում համարվում է համակարգչային շերտագրությունը։ Կույրաղու որդանման ելունի բորբոքումը հայտնաբերելու, վիզուալիզացնելու լավագույն մեթոդը համարվում է համակարգչային շերտագրությունը, կոմպյուտերная տոմոգրաֆիա, կոնտրաստով։ Բայց մենք խո այդքան հարուստ չենք։ Մենք ինչի տերենք, որ ամեն կույրաղու բորբոքման դեպքում պացիենտին ուղարկենք, չգիտեմ, 40-50 հազար դրամանոց կոմպյուտերնի տոմոգրաֆիայի։ Դրա փոխարեն ինչ ենք անում ենք սոնոգրաֆիա։ Ուշադրություն բռնվեք։ Աշխարհում լավագույն փորձը մեծահասակների սոնոգրաֆիայի։ Լավագույն փորձը դա 50% կարող ես վիզուալիզացնել, գտնես կույրաղիք։ Դա լավագույն փորձը, ամեն երկրորդ հիվանդի։ Իսկ իրականում պրակտիկայում կարող ես բորբոքված կույրաղիքը գտնել 3-ից 1-ի մոտ, 4-ից 1-ի մոտ, 5-ից 1-ի մոտ, 6-ից 1-ի մոտ։ Այն որ ամեն երկրորդի մոտ գտնում ես, դա այն բացառիկ կենտրոններն են, էլի, որտեղ ասեր են աշխատում։ Եվ այդպիսի վիճակ է նաև Հայաստանում։ Հայաստանում կան կենտրոններ, որտեղ իրոք շատ ուժեղ բժիշկներ, շատ ուժեղ աշխատող բժիշկներ կարող են ամեն երկրորդի մեջ մոտ բորբոքված ապենդիքսը գտնել։ Բայց աշխարհում չեն ուղարկում մեծերին, կամ հույսները չեն դնում սոնոգրաֆիայի վրա։ Հույսները դնում են կոմպյուտերնի տոմոգրաֆիայի վրա։ Իսկ սոնոգրաֆիկ ստուգում են երեխաներին։ Այ երեխաների մոտ սոնոգրաֆիկ ստուգում են։ Ստեղից ինչ եմ ուզում ասել, մի քիչ սկսում եմ գլուխս գովալ։ Հայաստանում կա այդ վարպետության աստիճանը եւ ամեն կլինիկայում էլ, ամեն հիվանդանոցում էլ հատկապես կան 1-2 մասնագետներ, ովքեր այդ հմտությունը ունեն։ Ինչին նախանձով կնայեն արևմտյան ռադիոլոգները, արտասահմանյան ռադիոլոգները նախանձով կնայեն, եթե իմանան Հայաստանում այս տեսակ ռադիոլոգներ կան։ Բայց տվյալ դեպքում ազատ հեղուկ չի երևում, մահճակալի մոտ նայելուց, երբ որ ոչ ռադիոլոգ, օրինակ վիրաբույժը նայի, մահճակալի մոտ նայելուց կտենա ազատ հեղուկ բան եւ կկասկածի կույրաղիք։ Եվ վերջին հաշվով բարեբախտաբար մենակ սոնոգրաֆիայի հույսին չենք։ Տասնամյակներ եւ դարեր շարունակ մարդիկ ստուգել են որովայնը շոշափելով եւ կույրաղու որդանման ելունի բորբոքման ժամանակ կան սիմպտոմներ, որոնք հենց տիպիկ բնորոշ են ապենդիցիտին։ Վիրաբույժները այդ սիմպտոմների շատ լավ են տիրապետում եւ առանց որևիցե հետազոտության, միայն այսպես անզեն ձեռքով, որովայնը շոշափելով, վիրաբույժները կարողանում են ախտորոշել կույրաղու որդանման ելունի սուր բորբոքումը։ Եթե դա էլ է քիչ, մի հատ արյան անալիզ են տալիս։ Արյան անալիզի մեջ տեսնում են բորբոքային ակտիվություն։ Դա էլ է դառնում արդեն լրացուցիչ։ Իսկ եթե այնքան ենք
ապրել, որ հասել ենք 2026 թվական, ապա կարելի է մի հատ էլ սոնոգրաֆիա անել։ Կասկածելի դեպքերում, հարցական դեպքերում մի հատ էլ կարելի է, չգիտեմ, համակարգչային շերտագրություն անել։ Մի խոսքով, հիմա մի քանի բանով ցույց տամ այս ապենդիքսը։ Իդոպ, իմ արխիվում ունենց ոչինչ ապենդիցիտներ կան, ունենց ոչինչ ստացվում է ապենդիցիտ դիագնոզելը, հա, բայց դա ասում եմ, դա լավ է, որ ստացվում է, բայց դա բացառիկ չի, ամեն հիվանդանոցում էլ 1-2 մասնագետ կա, ու մոտ այդ նույն բանը ստացվում է։ Միգուցե նույնիսկ ավելի լավ, քան իմ մոտ, բայց դե կվիճեի։ Լավ, հիմա գնացինք, նայենք ինչ ենք տեսնում, պատերը, այստեղ տեսնում ենք, այս կլորը ինչի է պարտադիր, որտեղ այս նույն պատերով կարա լինի, այսպիսի տեսք կարա ունենա, օրինակ բարակ աղիքը, որը այսենց երևում է, բայց երբ որ թեքում ես, տենում ես, որ ոչ թե կլոր է, այսենց օվալաձև կամ այսպես փռված աղիք է։ Այսինքն բարակ աղիքը սոնոգրաֆիայի ժամանակ կարելի է շփոթել կույրաղով որդանման ելունի հետ։ Հիմա նայեք, այս նկարը արված է այս դատչիկով։ Այս վերևում դատչիկի կոնտուրը երևում է։ Հիմա անցնենք հաջորդ նկարին, էլի այդ նույն պատկերն է, մեր մեջ ասած այս պացիենտի մոտ ես նաև այն անզեն ձեռքով ստուգման նշաններն եմ հայտնաբերել ապենդիցիտի, այնպես չի, որ ստեղ քյոր գնացել ենք մենակ սոնոգրաֆիայի վրա հույսներս դնելով։ Այս պացիենտի մոտ արդեն միջև սոնոգրաֆիան գիտենք, որ պիտի որ ամենայն հավանականությամբ գտնենք ապենդիքսը։ Սպասեք ընդունում եմ։ Հա, 1 րոպեից։ Խափեց 2 րոպեից։ Այստեղ արդեն նայում ենք, հա, հիմա կասեք, բա հայք, այս դատչիկը ինչ գործ ունի քո մոտ, ես տրանսվագինալ ներհոշտոցային սոնոգրաֆիաներ չեմ անում, հազվադեպ երբեմն կարիք է լինում անում կամ տրանսրեկտալ հետազոտություն որպես, երբեմն կարիք է լինում անում եմ։ Մի օր դրա մասին կխոսամ, հա, այս դատչիկը որպես ինչ եմ օգտագործում, երբեմն տրանսվագինալ, երբեմն տրանսրեկտալ, բայց ես այդ սոնոգրաֆիկ հետազոտություններ չեմ անում։ Բա ինչ եմ անում, ահա, այս դեպքում որոշել եմ մի հատ էլ նայեմ այս դատչիկով, տեսեք, այստեղ այս մեծ տարբերությունը որպեսզի տեսնեք, այստեղ այսպեսի կորությունը բավականին այսպես լայն է, անկյունը մեծ է, այստեղ ավելի այսպես փոքր շրջան է։ Այսի սրա դատչիկի բաննա գլխիկն է, սա էլ այս դատչիկի գլխիկն է։ Այստեղ ավելի լավ է երևում, ուղղակի պատկերն ավելի լավ երևում, ոչ մի նոր բան, էլի նույն պատկերը, նույն երկար երևացող ապենդիքսը, սպիտակ պատերը, իդեպ պատերը 2 մմ-ից հաստ չպետք է լինեն, մեր դեպքում 2.5 մմ, բայց 2 մմ-ն էլ արդեն խնդիր է, իրականում։ Ահա, 2 մմ պատեր, 8 մմ-անոց հաստություն, 6 մմ-ից ավել չպետք է լինի։ Այս նույն նկարը այս օգնա։ Հաջորդը արդեն նայել եմ։ Ոչ թե այս դատչիկով, այս նույն հիվանդն է, այլ այս դատչիկով։ Էսի ավելի մանրամասը, բայց շատ խորը ցույց չի տալիս, բայց մանրամասն է ցույց տալիս։ Էլի այս նույն ապենդիքսը, արդեն տեսեք մկանը ինչ լավ երևում աստեղ։ Այս դատչիկով մկանները շատ լավ են երևում, հիմա տեսեք ինչ ենք բացել։ Հələ նայեք, բաստուրմայի նման չի էսի օրինակ։ Սենց որ նայում եք, բաստուրմայի նման չի, էսի սա ոնց որ բաստուրմա չլինի, էս էլ է մկան, թե էսի ճարպա, չէ էսի ճարպա։ Այսքանը ճարպա, այս վերևի սևը, հետո գալիս է մկանները։ Եվ տակը ապենդիքսը։ Ստեղ տեսնում ենք արդեն, որ պատը երկշերտ է, սպիտակ շերտը լորձաթաղանթն է, սև շերտը մկանային թաղանթն է այտուցված։ Այստեղ այդ նույն բանը, մի կտոր, եւ այս սևը արդեն, այստեղի սևը, սա ազատ հեղուկ է։ Այն ինչի մասին ասում էի։ Տեսեք, ազատ հեղուկը այս դատչիկով չերևաց, բայց այս դատչիկով արդեն ազատ հեղուկը երևաց։ Ազատ հեղուկը եւս բորբոքման նշան է։ Միջ աղեգալարային ազատ հեղուկ։ Այդտենց ֆոկուս մոկուս պոկուս։ Արգելի գոլեգաներ ջան, եթե իրոք մենք հայաստանյան բժշկությունը գնում է
ժամանակակից ինովացիոն մոտեցումներով, սա արդեն վաղուց կարելի է ինովացիա չհամարել, որովհետև տասնամյակներ այս տենդենսը կա։ Ես ինձ սկսել եմ սովորել սոնոգրաֆիա, այս տենդենսը արդեն կար, արդեն առանձին գրականություն կար մահճակալի կողքին պացիենտին նայելու համար։ Ես սկսնակների համար դա շատ լավ գրականություն է, շատ լավ, սկսնակների կողքին նայելու համար։ Նույնիսկ կարելի ասել ինովացիա չի, բայց Հայաստանում սա հələ մնում է ինովացիա, ավելի։ Հայաստանում հələ կա այդպիսի կարծիք, որքան ես գիտեմ, փորձեցի ճշտել, ճիշտ ասած հետևողական չեղա։ Ինչքան գիտեմ, արգելվել է բացի ռադիոլոգներից այլ մասնագետներ, որ գնան սոնոգրաֆիա սովորեն, ինչ է եղել է այն ժամանակ, ինչ է եղել է տասնամյակներ շարունակ Հայաստանում, հիմա կարծես թե կամ արգելվել է, կամ ուզում են արգելել։ Այսինքն ամբողջ աշխարհը գնում է մեթոդը, սոնոգրաֆիկ մեթոդը, տարբեր բժիշկների կողմից օգտագործելու ուղղությամբ։ Հայաստանը գնում է, չէ ախպեր, մենակ մենք պետք է անենք։ Անգլիայում այսպիսի բան ա եղել, ընդհանուր գծերով են պատմությունը պատմում, որոշակի անճշտություններ կարան լինել, ուրեմն գաստրոսկոպիստները, որոնք զոնդով ստուգում են, ալարել են գաստրոսկոպիան անեն, եւ իրենց օգնականները, որոնք բժիշկներ չեն, բժշկի օգնական են, բժիշկ չեն, ասենք բուժքույր են, հա, այդպես պատկերացրեք, բուժքույր են, բայց այնքան են աշխատել բժշկի հետ, բժիշկի հետ կամաց սովորել են եւ սկսել են իրանցով այդ գաստրոսկոպիան անել, առանց բժիշկի։ Հետո նկարները կամ տեսագրությունը, տեսագրությունը, վիդեոն, զապիսը տանում են բժիշկին, բժիշկը նայում է, դիագնոզը գրում է։ Այսինքն բժիշկի գործը թեթևանում է, բուժքրոջ գործն էլ շատանում է։ Բժիշկը դրա այդ շատ գործի համար բնականաբար ավելի շատ աշխատավարձ է ստանում, բժիշկն է գլուխը թեթևանում է, իր աշխատավարձը այնքան շատ է, որ դրանից մի քիչ որ պակասում է, իր նեղություն չի։ Ահա Անգլիայում այսպիսի պրակտիկա է եղել։ Սովորաբար բժշկության մեջ sense բանը Ճոմնի բաները լինում է, էլի, որ ոչ ոք չգիտի, մենակ այդ տվյալ նեղ բժշկական շրջապատը գիտի։ Վերջը էսի այնքան մասսայական է դառնում, որ գնում են ասում են մեր բուժքույրերին իրավունք տվեք, լիցենզիա տվեք, որ իրենք գաստրոսկոպիա անեն։ Ասում են ո՞նց կարան բուժքույրը լիցենզիա տան, գիտի բժշկի անելիքն է։ Ասում են դե բերեք կոմիսիա սարքեք, ցույց տան։ Բերեք կոմիսիա, բերում են կոմիսիային հրավիրում եւ տեսնում ես բուժքույրերը բժիշկներից ոչ պակաս այդ զոնդով մտնել, նկարահանել եւ դուրս գալը անում են։ Մնում է բժշկի եզրակացությունը, բժիշկն առանձին այդ վիդեոն նայելով եզրակացություն կազմում է։ Կամ եթե բուժքույրը, այսինքն բժշկի օգնականը, ընթացքում խնդիրներ է ունենում, կանչում է բժշկին։ Անգլիայում sense բան է, կոմիսիան տենում է, ով բերաները բաց համնում։ Պաստորն իսկականից այս մարդիկ այս գործը կարողանում են անել։ Իհարկե կարան մի քիչ իմ գոլեգաներից դες նեղանան, որ ասեն, խի ես մեզ համեմատում բժշկի օգնականի կարգավիճակի հետ, դեռ սաղսել ըստ էության սկսել են որպես բժշկի օգնական։ Եթե նույնիսկ արդեն դիպլոմավորված, արդյունատորան ավարտած բժիշկներ են, հիմնականում աշխատել են որպես բժշկի օգնական։ Ну, կարելի է տենց ասել, հա։ Տենց պատահում է, եկեք դրանից ված չզգանք։ Նորմալ է։ Հիմա, եթե Հայաստանում կա տենց տենդենս, որ պիտի բացի ռադիոլոգներից ուրիշ սոնոգրաֆիա անողներ չկան, ես իրոք մեծ սիրով հրավիրում եմ կոմիսիա սարքեք, թող թերապևտները տարբեր ուղղություններով գան եւ ցույց տան, կոմիսիա սարքեք եւ ցույց տան իրանց հմտությունները, կարողությունները սոնոգրաֆիա իրականացնելու հարցում։ Ավելին, անձամբ իմ համար մի հատ տեստ եմ ասում, այս թեմայի կոնտեքստում։ Բերեք առողջ պացիենտներ համատարած գիրությամբ եւ ճարպակալմամբ, առողջ, առանց բանը, ապենդիքսը, կույրաղով որդանման ելունը բորբոքվելու, առողջի մոտ կույրաղով որդանման ելուն գտնելը շատ ավելի դժվար է, քան բանը։ Բերեք ես ցույց տամ, քանի տոկոս բացահայտելիություն ունեմ։ Համեմատեք միջազգային ստանդարտի հետ։ Եթե միջազգային ստանդարտի հետ կրկնակի եռակի ավելի մեծ որակ ցույց չտամ, համաձայն եմ, լեզուս կտրեմ, էլ չխոսամ նրա մասին, թե գիտեք ինչ կա բանը, ձայնս կտրեմ, չխոսամ այն մասին, թե գիտեք ինչ կա պետքա սոնոգրաֆիկ մեթոդը տարածվի, դառնա համատարած ամեն բաժանմունքում, հատկապես ընդունարաններում, վիրաբույժների, թերապևտների, անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերող, երբեմն նույնիսկ շտապ օգնության բժիշկների կողմից կարա օգտագործվի։ Ռադիոշտապ օգնությունը սպասարկում են ոչ թե ֆելդշերներ, այլ բժիշկներ։ Ֆելդշերները դա էլի արևմտյան փորձ է։ Դրա մասին մի օր առանձին կպատմեմ։ Լավ, հիմա պատմեմ, հետաքրքիր լինի։
Ես շտապօգնության բժիշկ եմ, կանչել են որ հյուրանոցներ։ Բանի վրա որ հյուրանոցն է, Աբովյան Սայատնովա, հա, թե Աբովյան Թումանյան։ Չէ, Աբովյան Սայատնովա, թե Աբովյան որ հյուրանոցն է։ Մի խոսքով, այս հյուրանոցում կանչել են, գնացինք մի խոսքով բուժօգնությունը կազմակերպում ենք բան, պացիենտը արտասահմանցի էր, եւ մեկ էլ որ բուժքույրը ինձ դիմում է դոկտոր, մեկ էլ էս աշկերը չռած ասում է դոկտոր, յանի դուք բժիշկ եք, ասում եմ հա։ Ասում եմ շտապօգնության կանչի, ինչ ես եկել։ Ասում եմ մեր մոտ տենց է, շտապօգնության կանչի, գալիս են բժիշկները։ Բերանը բաց է մնաց, այ քեզ սերվիս, այ քեզ երկիր, այ քեզ պատիվ հիվանդների համար, որտեղ շատ երկրներում ֆելդշերներն են օգնում առաջի օգնություն տալի, գնում կանչի, ով է բժիշկին հանում ուղարկում, բժիշկ, բերնով ես ասում, մի խոսքով, այդ թվում ռազուշ բժիշկներն են մեր մոտ շտապօգնություն իրականացնում, այդքան մեծ պատվի ենք արժանացնում մեր ժողովրդին, որը չգիտեմ որքանով է գնահատվում, կարելի է նաև այդ մարդկանց հետ կցել, պարտացիր տես նոթբուքի նման, կցել դատչիկներն էլ տալ սոնոգրաֆիկ, մարդիկ պատրաստված գնան գոնե տենան հա տեղում ինչ է, գոնե իմանան սուր բորբոքում է թե չէ։ Այսպես լիքը դեպքեր ելնում է, սուր բորբոքում ալնում, շտապօգնությունը դե երկու բառով ասում է կարասենս լինի, կարանենս լինի, պացիենտը հրաժարվում է ընդհանրեն գնալ հիվանդանոց, սրսկում են, հետո վաղ առավոտը նորից մի քիչ ավելի բարդացած գալիս է բժշկի։ Մի խոսքով թերևս այսքանը հարգելի ժողովուրդ ջան, չգիտեմ ինչքանով է հետաքրքիր, գրեք ինչ եք ուզում լսել ինձնից տեսնել։ Ինչ եք ուզում տեսնել։ Ես իմ քաղաքական գործունեությամբ էականորեն վնաս եմ հասցրել իմ բժշկի կարիերային, ասեմ իմացեք, բազմաթիվ գոլեգաներ որոշել են, որ Հայկը երևի թե այդքան էլ աղերս չունի բժշկության հետ, ավելին ինձ անձամբ դիմել են այդ հարցով, ասել են, որ Հայկ ջան, հա, որոշի, կողմնորոշվի, վերջը բժշկություն անում ես թե ոնց, ես ուզում եմ այս վիդեոներով, այս տեսանյութերով ցույց տամ, որ այնուամենայնիվ բժշկություն անում եմ, ինտենսիվ անում եմ եւ ավելի փիս ճակերտավոր, ավելի փիս ձևերով եմ անելու։ Թերևս այսքանը։ Եթե հարցեր կան հետաքրքիր են գրեք, կպատասխանեմ։ Ցտեսություն միշտ հանդիպում։